Դե ընդհանուր տրամադրությունը մարտական է, շատ ողջավորված ենք, կապ չունի առաջին խաղի արդյունքները, կապ չունի մրցակցի հարկի տակ ենք, ուրիշ երկրում ենք, բայց մենք մեր տրամադրվածությունը միանշանակ հաղթական է, շատ լավ է, շատ ողջավորված ենք ու ամեն ինչ պետք անենք մեր հավաքականի լավ խաղին երկրպագելու համար։ Լավ ենք հասել Վրաստան, լավ ենք հասել Թիֆլիս, տարբեր ճանապարհներով, տարբեր համավտոբուսով, համազնական մեքենաներով, տարբեր տեղերից, մի խոսքով ընդհանուր ատմոսֆերան շատ լավ է, շատ տրամադրված։ Իսկ ովքեր միացել ձեզ, ընտանիքներով եք, երեխաներով, ընկերներով։ Դե մենք ես ասեմ, ես իմ համար ասեմ, ես ֆանակումբով ենք ստեղ եկել, իհարկե, բայց մեր այն ընկերները, ովքեր ֆանակումբի անդամ թեկուզ չեն, կամ ուղղակի ֆուտբոլասեր են, ուղղակի երկրպագու են, իրենք էլ իրենց ընտանիքներով, իրենց մեքենաներով, իրենց ընկերներով, հենց նոր մենք ծանոթացանք մեր հայրենակցի հետ Ռոստովից են եկել, Ռուսաստանից են եկել, այսինքն տարբեր տեղերից, համ ընկերական շրջապատով, համ ընտանեկան միջավայրով, համ էլ ֆանակումբով, մի խոսքով այդ ատմոսֆերան ինչը որ ասում եմ կա, ընդհանուր գլոբալ է կազմակերպված ու մենակ ֆանակումբի անդամների շրջանակում չի։ Իսկ ձեր ծրագրում ինչ-որ փոփոխություն լինելու է երկերի, վանկարկումների, որովհետև այսօր կարծես ռևանշ է լինելու երկրպագուների, ձեր եդրացի երկրպագուների։ Հենց արդեն սկսում ենք, բայց երկերի փոփոխությունը մեր երկերը երկրպագության երկերը կլինեն, իսկ ռևանշը իհարկե պետք է ամեն ինչ անենք, չնայած չեմ ուզում նորից ստանալ մեր պայքարի վրա ինչ որ կար, բայց մենք էլ տեսանք մեր հարկի տակ ինչ ստացվեց, դրա մեղավորը բացարձակապես մենք չէինք, այլ որոշ մարդիկ են, որոշ խմբեր են ֆեդերացիայի ղեկավարությամբ, բայց այսօր ամեն ինչ պետք է անենք այդ ռևանշին հասնելու համար, մինչև շուշներս հերիքի, մինչև վերջ։ Շատ հայերը Հայաստան ոնց սպասում էր, պարտություն երեզերով, Հայաստան, ես մայն չի իշում, դնում ենք դրական արդյունքի հետևից այսօր։ Իսկ ասեք ձեր ծրագրում ինչ-որ փոփոխություն կա, ինչպես եք փորձելու